Պարոն Ասլյանցը ի վերջո ջերմուկի դիրքերում շատ ամրապնդվեց այս տարիների ընթացքում ամրաշինական աշխատանքների մասին ընդդիմադիրներն էին մշտապես ահազանգում, որ բացի դիրքերից այդտեղ բազմաթիվ ենթակառուցվածքներ են պատրաստվել եւ կառուցվել։ Շատ են ամրապնդվել, այսինքն այդ ամրաշինական աշխատանքները իսկապես շատ են իրականացվել։ Ամրաշինական աշխատանքների իրականացումը դա ինժեներական ապահովման տեսակի բաղկացուցիչ մաս է, որը զորքը այս կամ այն վայրում տեղակայվելուց ինքը պետք է իրականացնի։ Իսկ մեր նաև պարտականությունն է, որ դրա մասին, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական զորքերի զինուժի կողմից աշխատանքներ իրականացնելուց մենք էլ ահազանգ ենք։ Մենք դա ահազանգում ենք համապատասխան ճանապարհներով։ Պարոն Ասլյան, դուք խոստացել եք, որ Ես խնդրում եմ այդ հարցին չանդրադառնալ։ Դուք եք ասել, որ կսով։ Այո, ես եմ ասել, այդ պահին պետք էր դա ասել, ու ես չեմ բարձրաձայնի հանրության առջև, ինչու եմ ասել։ Ես եմ ասել, ես չեմ զլանում, դա հաստատել, որ ասել եմ, դա պետք էր այդ պահին ասել։ Իսկ թե ինչու ես դա չեմ ասի, դա կմնա իմ մեջ։ Իսկ այժմ շատ, այսինքն դուք ասում եք մենք ահազանգում ենք այդ ամրաշինական աշխատանքները։ Շատ է, այսինքն ենթակառուցվածքները իսկապես շատ են ինժեներական եւ այլն իրականացվում այդ տարածքներում։ Քանակական ես չեմ կարող ասել ինչքան է, դա ճիշտ ասած։ Չէ, քանակ չէ, ընդհանուր պատկերը մտահոգիչ է։ Պատկերը այն է, որ իրենք գտնվում են, մտահոգիչ այն է, որ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ բազմից անգամ լսել եք, ասել ենք, ես էլ եմ ասել, գերատեսչության ղեկավարն էլ, Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ, որ մենք աշխատելու ենք, որ սահմանազատման սահմանագծման արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ամբողջականությունը վերականգնվի։ Ամրաշինական այն աշխատանքները, որ իրականացնում են, պարոն Ասլյան, արդյոք չի խոսում այն մասին, որ դա հետ գնալու անգամ սահմանազատության process-ում հետ գնալու ահազանգ։ Դա ոչ, ճիշտ գնահատական չէ, որովհետև եթե նաև անցած ոչ միայն մեր փորձը, այլ համաշխարհային փորձը ուսումնասիրում ենք, այդպիսի շատ դեպքեր կան, որ այո, տարածքից դուրս են գալիս եւ առաջին կան նման բան։ Որտեղ ներքին հանդիպությամբ, ջերմուկի ուղղությամբ այնտեղ ծառային հատվածները, մեր հսկողությամբ տակետները, ու երևի ներքին հանդի արգելոցի, այսինքն Զանգելյանի արգելոցի մասով է, նայեք, երբ որ ինժեներական համաշինական կառույց է սարքվում, այնտեղ որտեղ ծառը պետք է հատել, հատվում է, այնտեղ որտեղ պետք է արհեստական ոչ պայթունային արգելափակոց ստեղծել ծառերի հատումներով իրականացնել։ Իսկ ինչու չի հրապարակային հայտարարություններ չի լինում, ոչ հրապարակային խոսում եք ադրբեջանցիների հետ այդ մասին, օրինակ ասում եք իրենց, որ անթույլատրելի է այնինչ արվում է եւ այլն, թե լռությամբ հետևում եք սահմանազատման process-ը մոտենալ։ Զինված ուժերը, գլխավոր շտաբը եւ գլխավոր շտաբի ենթակա ոչ մի զինվորական ադրբեջանական զինուժի զինծառայողների հետ կապ չի պահպանում։ Իսկ քաղաքական խողովակներով ասում եք, որ քաղաքական մեր պաշտոնյաները դա անեն։ Այդ հարցը ուղղեք համապատասխան։ Սահմանազատման շատերը այդ մասում եւ քարոզարշավը կառուցում է նաեւ դրա հիմքով իշխանությունը արցախցիների վերաբերյալ ասում է օրինակ դուք ինչու չեք զոհվել պարոն Ասլյան դուք արցախցի եք դուք պաշտոնյան պաշտոնյա եք զինվորական ես ուզում եմ հարցնել ինչպես ստացվեց որ դուք չզոհվեցիք եկաք Հայաստան եւ Բարձրաստիճան պաշտոնեць զբաղեցիք Ես առաջարկում եմ որպեսզի այսուհետև ոչ ինձ ոչ մյուսներին ոչ Գյումրեցուն, ոչ Լոռեցուն եւ ոչ էլ Արցախցուն, Ղարաբաղցուն, չասեք դու Ղարաբաղցի ես, դու Գյումրեցի ես, ասես դու հայ ես։ Ես հայ եմ։ Ես լսեք, Հայաստանի Հանրապետության վարչապետը այդպիսի բան չի ասել, որ դու Արցախցի ես։ Ես հայ եմ, ես զբաղեցնում եմ պատասխանատու պաշտոն, զինված ուժերի գլխավոր շտաբպետ եւ ես կատարում եմ իմ արժեվ դրված խնդիրները։ Չեք լսել արցախցիների մասին վարչապետի խոսույթը, ամբողջովին եթե լսեք, իմանաք Ես խնդրում եմ այդ հարցերը մի ուղղեք, որպես պետական պաշտոնատար ռազմական գործիչ ես կատարում եմ իմ Պարոն Ասլյան, իսկ պատահում է, որ դուք լսեք մի րոպե, զինատեսակների անունները
իրենք պայմանական հայկական անվանումներ են մեր զորքերի կառավարման կողմից։ Պատահում է, որ դուք համաձայն չլինեք սահմանազատման հանձնաժողովի հետ։ Պայմանագրեր ունենք, որտեղ պայմանագրային պարտավորությունների մեջ այդպիսի կետ չկա նշված, որ մենք իրավունք ունենք իրենց զինատեսակի Պարոն Ասրյան, մի րոպե այստեղից լսեք հարցը կարելի է պատահում է, որ դուք համաձայն չլինեք սահմանազատման հանձնաժողովի անդամների հետ եւ ձեր առաջարկները ներկայացնեք։ սահմանազատման Ասենք առաջարկներ աշխատանքը ներկայացրեք ինչ-որ խողովակով։ ունի հիմք, իսկ հիմքը հանդիսանում է համապատասխան քարտեզը, տարեթվի 100,000 գլխավոր շտաբը տիրապետում է այդ քարտեզին եւ այդ քարտեզի պահանջներով մենք մեր աշխատանքները իրականացնում ենք։ Հանձնաժողովի կազմում նաեւ կա զինված ուժերի կազմից ներկայացուցիչ, ով շատ լավ է տիրապետում ռազմական քարտեզագրությանը եւ լավ գիտի այդ քարտեզի բոլոր պահանջները։ Համաձայն եք։ Պարոն Ասրյան, իսկ Ինչի համաձայն չլինեմ, եթե ինքը կատարում է ճիշտ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պետական սահմանով։ Դուք իրանցում եղել եք, վատ է, երբ որ ինքը սահմանազատված է եւ այնտեղ ծառայությունը իրականացվում է նույնիսկ առանց պահունակը զենքի միացնելու, հակառակ կողմում եւ մեր կողմում եւ այնտեղ ոչ մի կրակոց չկա եւ բնակչությունը իր բնականon աշխատանքն